Իսկ այդ տղաները ում անունը որ տվեցին, առաջինը սրբազանները, Սամվել Կարապետյանը, Նարեկը, Վազգենը, բոլորը էլի։ Դավիթ Համբարձումյանը։ Դավիթը մեր Համբարձումյան, մեր եղբայրը, իմ աղբերը։ Ասենք իրան քաղաքական բանտարկյալներ են։ Ինչ է Դավիթի գործով նայեք։ Եթե 6 տարի էր բանանում, նախ այդ գործը ոտից գլուխ չկա տես տեսանյութ, որտեղ Դավիթ Համբարձումյանը որևէ հանցանքա կատարում, չկա ուղղակի այդ 7 տարի տեսանյութը։ անց հիշեցին այդ տեսանյութին։ 6 տարի, եթե նույնիսկ 6 տարի էր դատախազը, դատավորը տալիս, այս մարդը դատանի դահլիճից ազատվում էր։ Համաներմամբ։ Հատուկ 6 տարի 3 ամիս տվեցին, որ Դավիթը կալանավորվի, որ իմպիչմենտի գործին դժվարացնեն, հաշվի չառնելով, որ Դավիթ Համբարձումյանը 4 անճափահաս երեխա ունի, օրինակելի ընտանիքի հայր է, օրինակելի համայնքապետ է, մեծ հարգանք է վայելում։ Ոչ ամբողջ այդ մասից խոշորացված համայնքում բացառիկ հեղինակություն ունի։ Այսօր էլ գնացեք տեսեք։ Նույնիսկ այն սրբազանը, որը վիապարը հրաժարականն է պահանջում, երեք էլի խոսելով Դավիթի մասին, ասում է, որ Դավիթը իրոք ազնվագույն մարդ է ու ծառայում այր համայնքի նույնա ժողովրդի։ Նույնիսկ ասում ես բոլորն են Դավիթ, չես կարա դու Դավիթի հետ գործ ունենաս, այդ համայնքի բնակիչը լես ու Դավիթին չսիրես, չհարգես։ Էլ չեմ ասում, Դավիթը հայրենասեր տղա է։ Դավիթն էլ շատերի նման կարող էր նոյեմբերի 9-ից հետո աչքը քաշել գնալ բան։ Եվ միգուցե Դավիթին չեն ներում, որ ԿՊ-ին հաղթել է, էլի։ Այնք ինչ համայնքապետերից է, որ ուղիղ ԿՊ-ին հաղթել է։ Ազին, էլի, ԿՊ-ները մեկ էլ ինքն էր։ Երրորդ տեխնազու չկար։